Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի թիվ 94 մսուր մանկապարտեզում այսօր քաոսային իրավիճակ էր ստեղծվել։ Ծնողները, որոնց խոսքով մանկապարտեզում անառողջ մթնոլորտ է տիրում, պնդում են, որ պատճառը տնօրեն Փարանձեն Միրիբյանի անհարգալից վերաբերմունքն է դաստիարակների եւ մյուս աշխատակիցների նկատմամբ։ Ես ոչ մի անձնական բան չգիտեմ, ոչ մի անձնական խնդիր չունեմ տվյալ տնօրենի հետ, ես սովորական որպես ծնող իմ երեխային բերել եմ, բայց այս խնդիրը լսելով մենք չենք կարող լռել։ Շատ այլ խնդիրներ կան, որ Տնօրենի մենք կարողանանք մեր երեխաներին վստահել ապահովել։ Ես լսել եմ, որ վերջին ժամանակներում լարվածություն է եղել, դաստիարակ տնօրեն այդ հարաբերությունները շատ վատ են գտնվել։ Ճիշտն ասած, մենք չենք կարող անհուշել անառողջ մթնոլորտում մեր բալիկների դաստիարակության գործը։ Շատ կարևոր է նաև բոլորիս համար։ Ծնողներից մեկի խոսքով իրավիճակը օրեր շարունակ չի փոխվում եւ իրենք պահանջում են, որ Միրիբյանը օր առաջ հեռանա տնօրենի պաշտոնից։ Նրանք նշում են, որ դա բոլոր խմբերի ծնողների պահանջն է, ովքեր այդ նպատակով ստորագրահավաք են իրականացրել։ Ընդհանուր կերպով մոտավորապես մոտ 70 ստորագրություն ունենք թարգելից։ Ունենք 70 ստորագրություն։ Մենք ունենք 70 մոտավորապես, քանակ հստակ չեմ կարող ասել, այո, մենք ունենք 70 ծնողի ստորագրություն եւ ունենք 191 ի վերջո ծնողի խոսք։ Դա կարծում եմ բավարար է, որ ինքը ինքնակամ իր ասած սպիտակ թուղթը սևացնի եւ հեռանա։ Խնդրում եւ պահանջում ենք, հորդորում ենք դուք կամքով հեռացի։ Փորձեցինք խոսել նաև տնօրեն Միրիբյանի հետ, լսելու նրա պարզաբանումը, թե արդյոք ինքը դաստիարակների հասցեին հնչեցրել է վիրավորական արտահայտություններ։ Նվաստացրել է նրանց, սակայն նա հրաժարվեց խոսել ու փակվեց իր աշխատասենյակում։ Նա անգամ թույլ չտվեց, որ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության ներկայացուցիչները մտնեն իր աշխատասենյակ։ Երբևէ ինչու այցելություններ տեղի չունեցել քաղաքապետարանից։ Այցելություններ տեղի ունենում է բարբերաբար, դες ասեմ։ Ծնողներից մի քանիսն անգամ պահանջում էին բացել դուռը եւ տալ իրենց երեխաների անձնական գործերը, նրանց այլ մանկապարտեզ տեղափոխելու համար։ Եթե այդպես է բոլորս կգրենք, դիմումը դու աթոռին այդպես նստի։ Արդեն ոստիկանության աշխատակիցների ժամանելուց եւ տնօրենի աշխատասենյակի մուտքն արգելափակելուց հետո հանրակրթության վարչության ներկայացուցիչները կարողացան այնտեղ մտնել, սակայն առանց լրագրողների։ Շուրջ 2 ժամ սպասելուց հետո Միրիբյանը դուրս եկավ աշխատասենյակից, սակայն լրագրողների հարցերին հստակ պատասխաններ չտվեց, պատճառաբանելով, թե առողջական խնդիրներ ունի։ Տեղեկատվություն տալ չեն կարող, քանի որ հաստատությունները իր բնական ռեժիմով աշխատում է, պահպանված են ռեժիմային բոլոր պահերը, ելնելով երեխաների անհատական շահերից եւ առհասարակ մանկապարտեզի բոլոր գործառույթներից, ուստի տեղեկատվությունը այս պահին այսքանն է, ինչ ես ցես կարող։ Ձեզ ուղղված մեղադրանքները ինչպես կմեկնաբանեք։ Մեկնաբանություններ չեմ կարող տալ, ես վերջերս եմ վիրահատվել, խնդրում եմ այս պահին, այսինքն առողջական խնդիրներ ունեմ եւ այս պահին ես ինձ ուղղակի պատմում։ Հավելենք նաև, որ մանկապարտեզում ստեղծված լարված իրավիճակի ֆոնին ծնողները այսօր ժամը 18:00-ին հրավիրվեցին Մալաթիա Սեբաստիա թաղապետարան ստեղծված իրավիճակը քննարկելու եւ իրենց պահանջները ներկայացնելու համար։ Մերի Հակոբյան, Արման Պողոսյան, Օրագիր Նյուզ։